Դուք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը իր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ երեխաներին ներգրավում է այդ քարոզարշավի ընթացքում, մասնավորապես Սյունիքում նա երեխաներին հարցնում էր ընտրության գնալու են թե ոչ։ Այստեղ դուք մտավախություն, խնդիրներ չեք տեսնում երեխաներին քաղաքական պրոցեսների ներգրավելու առումով։ Ընդհանրապես երեխաները ևս ունեն այն իրավունքները, բնականաբար որոշակի առանձնահատկություններով, որոնք նաև մեծահասակները ունեն, այդ թվում միավորման ազատության, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, հավաքների ազատության եւ մի շարք այլ հնարավորություններ, հետեւաբար այս տեսանկյունից բացառապես անհատական դեպքերի հիման վրա է հնարավոր քննարկել, թե արդյոք երեխայի իրավունք կամ երեխայի որևէ իրավունք խախտվել է, թե ոչ։ Կոնկրետ այդ դեպքը ես ինքս հանձնարարել եմ մեր համապատասխան ստորաբաժանմանը ուշադրության կենտրոնում պահել։ Այս պահին ընդհանրապես որևէ բողոք չունենք ոչ երեխաների ծնողներից հարցի հետ կապված, հետեւաբար զուտ տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում հաշվի առնելով նաև այն, որ հակառակը երեխաների որոշումների կայացման գործընթացներին մասնակցությունը նաև երիտասարդների խրախուսվում է, այս փուլում չեմ կարող որևէ իրավունքի խախտումների մասին խոսել, բայց եթե օրինակ ծնողները բողոքեն, չգիտեմ, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կամ համանման այլ հարցերի հետ կապված, բնականաբար այս դեպքում հնարավորություն կունենանք անդրադառնալ, ինչպես օրինակ ժամանակին, եթե չեմ սխալվում, Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակահատվածում, երբ իրավիճակներից մեկով, քանի որ բավականին տարածված էր, հատկապես մանկապարտեզներ, այցելությունները եւ լուսանկարներ տեղադրելը, մենք մի դեպքով բողոք էինք ունեցել հենց ծնողից, եւ այս դեպքում հնարավոր է այո խոսել այդ մասին, բայց այս իրավիճակով որևէ խախտման մասին այս փուլում չեմ կարող խոսել։ Ճիշտ եմ հասկանում, որ ուսումնասիրել եք վարչապետի մասնակցությամբ այդ տեսանյութերը անչափահաս երեխաների եւ որևէ խախտում չեք արձանագրել։ Դե նորից եմ կրկնում, երեխաները ունեն իրավունք թե միավորվելու ազատության, թե հավաքների եւ մասնակցության եւ այլն, այդ թվում նաեւ խրախուսվում է նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին։ Հիմա խախտում կոնկրետ այս դեպքում որպես այդպիսին առանց որևէ բողոքի բնականաբար չունենք։ Եթե լինեն որևէ կոնկրետ արձանագրումներ, օրինակ, չգիտեմ, ծնողները բողոքեն, որ անձնական տվյալների հետ կապված հարց կա եւ այլն, բնականաբար հնարավորություն կունենանք ուսումնասիրել եւ իհարկե այդ դեպքում նաեւ ձեր ասած ենթադրյալ խախտումների մասին է հնարավոր խոսել։ Պաշտպանները այդ խախտումների մասին էին ահազանգում, որ այսպես երեխաների Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում է ներգրավում, ընդ որում անչափահաս երեխաներ։ Ի նկատի ունեմ կան հստակ արձանագրումներ, օրինակ, որ այսինչ ստանդարտն է խախտվել։ Էթիկական տեսանկյունից ես հիմա չեմ խոսում, որովհետև էթիկական խնդիրները չէ, որ այս փուլում, իմ կողմից պետք է քննարկման առարկա դառնան, բայց եթե բարձրաձայնեք հստակ կոնկրետ ստանդարտ, կխնդրեմ դուք էլ, եթե բարձրաձայնում եք հարցը, հիմա ինձ ասեք, օրինակ, որ ստանդարտն եք դուք համարում, որ ենթադրաբար խախտվել է, ես փորձեմ դրա վերաբերյալ մեկնաբանություն տրամադրել ու միգուցե օրինակ նույն տրամադրած տեղեկատվության հիման վրա շատ ավելի մանրամասն մենք ինքներս հետազոտություն իրականացնենք, որովհետև ստորաբաժանումն է վերլուծել իրավիճակը եւ արդեն ասացի հիմնական եզրահանգումները։ Եթե ունեք այս մասով որևէ ստանդարտի վերաբերյալ հստակ դիրքորոշում, կարող եք հիմա էլ բարձրաձայնել դրա մասին, ուրախ կլինեմ նաև քննարկել։